Երկու բառ եմ ասում ու գնամ։ Դու քեզ սխալ ես պահում։ Վռամի անունն եմ տալիս, ծիծաղում ես, ինչ-որ հումորներ ես անում։ Բայց ինքը կարգին տղա է։ Երբ իմացավ ով ով է, հեռու մնաց։ Հետո Հեռու մնա Նարեից։ Հաջորդ անգամ սենց հանգիստ չի լինելու։ Լսի, Նարեի թեման իմ թեման էլ է։ Եթե չգիտես, ասեմ իմացի։ Հեռու ես մնում Նարեից։ Գնա կյանքդ ապրի, ոնց կարաս ապրի, հեռու Նարեից։ Ու եթե ասելու բան չունես, այսքանով ավարտված է։ ասելու բան ունեմ։ Ուղղակի չեմ կրկնվի։ Ես քեզ ասել եմ ով ես դու։ Չեք կարում իրար հետ խաղաք։ Սոյոս, ոնց չոն։ Ինչ։ Դե լավ հանգստացի, ոչ մի բան։ Երեխա են էլի։ Ջուր ընդամենը։ Ջուրը ընդամենը, բայց ես պիտի աշխատանքի գնամ, չէ։ Կասես ծովից հենց նոր ես եկել։ Հա, լավը չհասեցիր, կասես աստղիկ աստվածուհին ես։ Ով ես։ Աստղիկ աստվածուհին ծանոթ չեք։ Շատ նման ես աստղիկ աստվածուհուն։ Ես չգիտեմ քո անձնական կյանքում ինչ է կատարվում։ Ու ինձ ոչ էլ հետաքրքիր է։ Ու մեծ հաշվով երևի իմ գործն էլ չի։ Բայց ուզում քեզ ասեմ, որ ինչ էլ որ կանես, նենց արա, որ քեզ չվնասես։ Չհասկացա։ Նարե, դու լավ գիտես, չէ՞ որ Արմոնեն մարդը չի, որ ինձ ինչ-որ բան ասի, ես էլ չպատասխանեմ իրան։ Ուղղակի ես կյանքում բաներ կան, որ բացառության շարքին են պատկանում։ Օրինակ այն, որ մարդը ինձ գալիս ասում է, որ իմ սիրած աղջկան ես մոտեցել։ Որ ժամանակ դու չես իմանում, արժի իրան ասել ամեն ինչ, թե չէ։ Ստացվում է, որ ինքը ճիշտ է։ Անկամ եթե ինքը Արմոնն է։ Դու Արմոնին լուրջ մի վերաբերվի, հա։ Շատ տարօրինակ հարաբերություններ ունեք, գիտես։ Քո խոսալու ձևը Արմոյի հետ, քո վերաբերմունքը Արմոյին, ու այն ամենակարևոր բանը, որ Վռամը այսքան ժամանակ չի եկել ու չի հասել ստեղ։ Այն դեպքում, որ Արմոն տեղյակ է ամեն ինչից։ Արմոն եթե ինչ-որ բանից օգուտ չունենա, չի անի։ Եթե գիտի ու լռում է, ուրեմն լռել կմնա։ Հետդ շանտաժով է շփվում։ Դե լավ, ես կատակ էր։ Բայց Քո կարծիքով ես նման եմ մի մարդու, ում հետ կարելի է շանտաժով շփվել։ Հա։ Ես քեզ նորից եմ ասում, Արմոնին շատ լուրջ մի վերաբերվի։ Լավ, գնամ արդեն, որովհետև շատ ուշ է։ բարի օր։ Բարև։ Ոնց ես։ Կարևորը դու ես լավ, Հայկ։ Չեմ հասկանում, գիտես ես խոսալու տոնը ինչի համար է սենց։ Հա, այսինքն հələ մի հատ էլ ես եմ սխալ։ Կներես Հայկ ջան, որ քո պատկերացրած հեզ ու համեստ քուրը չեմ։ Որ ինչ-որ մի բան իմ դուրը չի գալիս, ես այդ բարձրաձայնում եմ, կներես։ Ես արդեն հասկացել եմ, որ դու տենց հեշտ համակերպվող մարդ չես։ Ուղղակի չեմ հասկանում, ես ագրեսիատ ինչի համար է, Սոնա։ Իսկ ես թվում է պատճառ չունեմ ագրեսիվ լինելու։ Պատճառներ շատ կան։ Բա մարդու խելքն ու բանականությունը ինչի համար է։
Էս արդեն անցնում ենք վիրավորանքների։ Սոնա, ես քեզ չեմ վիրավորում։ Ու եթե մի բան էլ ավել եմ ասում, դրա պատճառը դու ես։ Ես ու հերեդ քեզ 100 անգամ բացատրել ենք, չէ՞ որ ինչը որից հետո պիտի անես։ Իսկ դու մեր ոչ մի ասածը չես անում, որովհետև չես պատկերացնում, թե ինչքան լուրջ է ամեն ինչ։ Իսկ ինչի այդ լուրջը մենակ ինձ ու Վրամին վերաբերում։ Ինչի դու կարաս հանգիստ Նարեի հետ շփվես։ Իրանք նույն ընտանիքից են, չէ՞ մեր թշնամիներն են։ Ինչի այդ չի կարելիները մենակ ինձ վերաբերում։ Ես Նարեի հետ չեմ շփվում։ Ոչ էլ հանդիպում եմ։ Հա, կարող է խոսել ենք, Բայց չկա։ Թշնամիները իրար հետ չեն հանդիպում ու չեն զրուցում, են էլ երջանիկ ու ժպտեր ես։ Հա, իհարկե։ Սխալ եմ հասկացել։ Ճիշտն ասած, տեսա հերվից, շատ տհաճությամբ էր հետը խոսում։ Մի տեսակ սենց թախից կար դեմքիդ։ Սոնա, Նարեն քեզ բերեց ու մենք պատահական հանդիպեցինք։ Ով է զանգում։ Ան, վերցրու պատասխանի, ոնց հասկացա հասել ենք նրան, որ պետքա հեռախոսս էլ ստուգես։ Վերցրու։ Բարի լույս։ Էդ չի ուզում։ Ես պիտի աշխատանքի հարց լուծեմ իմ համար, որ ինչ-որ մի բանով զբաղվեմ։ Կարող է այսօր ազատ ժամանակ ունենաս իրար հետ դուրս գանք։ Համ ինձ կասես ընդհանրապես ուր կարելի է այստեղ գնալ, համ էլ երկուսով կլինենք։ Ես տեղ ոչ մի բանի տեղ չգիտեմ կարելի ասել։ Ես ժամանակ չունեմ։